Պարոն Փաշինյան երեկ Արման Թաթոյանը փաստեր ներկայացրեց, որ ադրբեջանական զորքերը օկուպացրել են Հայաստանի նոր տարածքներ, ներխուժել են Ջերմուկ եւ Վարդենիս նոր դիրքերի նա փաստեր ներկայացրեց արբանյակային լուսանկարներով ըստ էության երեք մենք տեսանք, որ Պաշտպանության նախարարը հերքեց ըստ էության, բայց փաստեր չկան, այսինքն մենք տեսանք մի իրավիճակ, երբ մարդը փաստերով ներկայացրեց լուսանկարներով, որ տեղի է ունեցել ներխուժում, մյուս կողմից ուղղակի լսեցինք հայտարարություն, որ չկա նման բան, կխնդրեի սրան ոնց եք դուք ապացուցում, որ չկա նման բան, եւ երկրորդ հարցս ինչու եք դուք եւ ձեր թիմակիցները այս նախընտրական փուլում սպառնում հայ ժողովրդին, որ եթե ձեզ չընտրեն, պատերազմ կլինի։ Այսինքն սա ինչ է, շանտաժ է, վարչական ռեսուրսի չարաշահում է, ինչ կարող ենք սրա անունը դնել, երբ որ Facebook-ում ձեր թիմակիցների հասցեին մեկը մի բան է, ստատուս է գրում կամ մեկնաբանություն, դա մեկնաբանում եք, որ սպառնալիք կար եւ քրեական գործեր են հարուցվում, հիմա դուք հայ ժողովրդին սպառնում եք պատերազմով, ֆիզիկական ոչնչացմամբ, այսինքն փաստացի, արդյոք չպետք է գնահատականի արժանանա նաեւ ձեր եւ ձեր թիմակիցների այս արարքը, շնորհակալություն։ Հայ ժողովրդին ոչ մեկ չի կարող սպառնալ եւ առավել եւս մենք, որովհետեւ մենք հայ ժողովրդի ներկայացուցիչներն ենք լեգիտիմ։ Մենք կարող ենք մեր ժողովրդի հետ կիսել այն տեղեկությունները եւ եզրակացությունները, որոնք մենք արել ենք։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, Պաշտպանության նախարարը հայտարարություն է արել, այդ հայտարարությունից հետո ես որևէ բան ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ես նոր պատասխանեցի ձեր հարցին։ Ես նոր ձեր հարցին էի պատասխանում։ Դուք մենակ ձեր հարցերն եք լսում։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես պատասխանեցի ձեր հարցին։